Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցը բարեկարգվում է սուբվենցիոն ծրագրով։ Այն քաղաքի ամենաերթևեկելի ու խիտ բնակեցված փողոցներից մեկն է եւ տասնամյակներ շարունակ չի հիմնանորոգվել։ Փողոցը ամբողջ երկարությամբ ասֆալտապատվում է։ Փողոցի երկարությունը մոտավորապես 1800 մետր, ճանապարհը շուրջ 20 տարի բացարձակապես չէր վերանորոգել, ուղղակի մասնակի փոսալցման աշխատանքներ են իրականացվել։ Փողոցը գտնվում էր անմխիթար վիճակում։ Հիմա մենք շուտով երևի մի 10-15 օրը ամբողջովին կավարտենք Վիկտոր Համբարձումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները, կունենանք շատ լավ կահավորված, գծանշված, ասֆալտապատված, ջրահեռացումը ապահովված փողոց։ Փողոցի շինարարության պայմանագրային արժեքը շուրջ 303 միլիոն դրամ է, որը հավասար մասնաբաժնով հատկացրել են կառավարությունն ու համայնքը։ Ծրագիրը ներառում է նաև մայթերի եւ ջրահեռացման համակարգի կառուցում։ Այս պահին հարթեցնող աշխատանքներն են կատարում, արդեն կիլոմետրի կես կատարել ենք, 500 մետր բանամանավոր, որ հարթեցնող ավարտենք, որից հետո անցնենք վերին շերտին։ Վանքերը շարված ավարտված է, բորձուրները լրիվ ավարտված է, մայթերը լրիվ պատրաստ է, հետո մայթերն են ասֆալտապատում։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերով Վարդենիսում ասֆալտապատվել է եւս 3 փողոց, ընդհանուր 975 գծամետր երկարությամբ։ Կառավարություն համայնք գործակցությամբ եւ ֆինանսական միջոցների հավասար ներդրումով իրականացված ծրագիրն արժեցել է 137 միլիոն 400 հազար դրամ։ Այսպիսով Վարդենիս քաղաքում գրեթե ամբողջությամբ ավարտվում է գլխավոր փողոցների ասֆալտապատումը, իսկ հաջորդ տարվա ծրագրերով ձեռնամուխ կլինեն երկրորդային փողոցների հիմնանորոգմանն ու բարեկարգմանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։